Հարավկովկասյան տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման հարցերը Փաշինյան-Պուտին քննարկման սեղանին, ինչ է սպասվում հայ-ռուսական հարաբերությունների ապագային, կանխատեսումներ քաղաքագետներից։ Մոսկվան հայկական երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին չի փոխանցի, պատրաստ են նաև Հայաստանի հետ հիբրիդային պայքարի դեմ գործակցությանը։ Ռուսաստանը մինչև հուլիսի վերջ նախատեսում է արգելել բենզինի արտահանումը, գործադիրը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։ Թեհրանը հետամուտ է լինելու հայ-իրանական օրակարգն ամբողջությամբ կյանքի կոչելուն, Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը։ Մայրաքաղաքի ճանապարհների փոսերն ու մաշված գծանշումները փորձանք են դարձել վարորդների համար, ինչ լուծումներ են առաջարկում ոլորտի մասնագետները։ Էլեկտրոմոբիլների գույքահարկը կնվազի, այդ մեքենաների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը գործում է։ Թմրամիջոցների առք ու վաճառքն ակտիվացել է, դրանց շրջանառության թափանիվը նոր թափ է հավաքում, որն է պատճառը։ Մեկնարկել է Մարդամեկը սիթքոմի նոր եթերաշրջանի բացառիկ ցուցադրության նախավաճառքը, մինչև հեռուստատեսային ցուցադրությունը կինոպարկում մայիսի 1-ին հնարավորություն կունենաք դիտել սիրված սիթքոմի առաջին 2 սերիաները։ Եվ Երևանի համար 94 մանկապարտեզում սկանդալ է հասունացել, ծնողները պահանջում են նորանշանակ տնօրենի հեռացումը, պնդում են ճնշում է գործադրում աշխատակիցների վրա, երեխաների ներկայությամբ նվաստացնում նրանց։ Սկսում ենք ժամի գլխավոր թողարկումը, ես Ստեփան Համբարձումյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը։ Փաշինյանը անդրադարձել է հապկի խնդրին։ Հապկի մասով մենք բարձրաձայնել խոսել ենք, մեխանիզմները չաշխատեցին եւ իրավիճակը հանգեց նրան, ինչ ունենք, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Մենք այժմ չենք մասնակցում հապկի աշխատանքներին, չենք մասնակցում, որովհետեւ մեր ժողովրդին մինչեւ այսօր չենք կարողանում պատասխան տալ, թե ինչու հապկի մեխանիզմները չաշխատեցին, ասել է Փաշինյանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ասել է, թե Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ։ Հույս ունեմ, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը ապագայում կհամագործակցեն, ասել է Պուտինը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Ես արդեն հրապարակավ հայտարարել եմ, որ Հայաստանում որ չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը 2 անգամ հրապարակավ խոսել է այդ մասին, ասել է Հայաստանի վարչապետը։ Իսկ Երևանի քաղաքագիտական համայնքում համարում են, որ չնայած Երևան-Մոսկվա հարաբերություններն էլ առաջվանը չեն, վստահության մակարդակը թուլացել է, շփումներն էլ սառել են, սակայն Դաշնությունը շարունակում է մնալ մեր առևտրային խոշորագույն գործընկերներից մեկը։ Ինչ է սպասվում հայ-ռուսական հարաբերությունների ապագային, Նաիրի Մուրադյանի անդրադարձը։ Ճեպազրույցում էր Նիկոլ Փաշինյանը հայտնել, թե ինքն է Ռուսաստանի նախագահից հանդիպում խնդրել։ Ընդհանրապես ըստ Փաշինյանի, տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումն իր նախաձեռնությամբ է, Պուտինի հետ հանդիպումը եւս։ Այսինքն Ռուսաստանի Դաշնության նախագահը պետք է ինձ հանդիպում խնդրի։ Հրզա ես պետք է խնդրեմ հանդիպում, բա ով պետք է խնդրի։ Սկզբից հաղորդագրությունը պաշտոնական։ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում։ Օրակարգում Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն է։ Հեռանկարները, Եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցությունը, տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի զարգացումը Հարավային Կովկասում, տնտեսական եւ տարածաշրջանային հարցեր։ Առաջին հերթին քննարկվելու է հենց տարածաշրջանի իրավիճակը եւ հաղորդակցության ուղիները ուղղակի կապված են դրա հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, թե Պուտինն ու Փաշինյանը առանձնազրույց կունենան։ Այսօր կկայանան հայ-ռուսական բանակցությունները, այնուհետև երկու առաջնորդները աշխատանքային նախաճաշի շուրջ կշարունակեն շփումը դեմ առ դեմ ձևաչափով։ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայնել էր Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան 3-րդ կողմին փոխանցելու հարցը։ Փաշինյան-Պուտին տետ-ա-տետ հանդիպման այս հարցը եւս ընդգրկված է օրակարգային to-do list-ում։ Մենք հույս ունենք գործընկերային այդ հարցին լուծում տալ։ Այն, որ հայ-ռուսական հարաբերություններում շատ կնճռոտ հարցեր կան, աշխարհն էլ գիտի։ Վերջին տարիներին հատկապես հայ-ռուսական հարաբերությունները տրանսֆորմացիայի են ենթարկվում, նկատելի փոխակերպվում են։ Ավանդական սերտ դաշինքից վեր է ածվել ավելի բարդ եւ երբեմն լարված փոխազդեցության։
Դրանից Հայաստանին սպառնում է շատ լուրջ վտանգ, ռազմական հնարավոր էսկալացիա, եթե Ռուսաստանը սկսի էներգակիրները վաճառել միջազգային գներով, դա կարող է Հայաստանում ցնցումներ առաջացնել։ Ըստ քաղաքագիտական եւ վերլուծական համայնքի երկու երկրների միջև նախկին վստահության մակարդակը թուլացել է։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև վստահությունը սկսեց նվազել Արցախյան երկրորդ պատերազմից հետո հատկապես։ Հայաստանը հիմա ավելի շատ փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, խորացնել երկխոսությունը Եվրամիության հետ, համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ Սա նշանակում է հարաբերությունների խզում Ռուսաստանի հետ, թե Հայաստանը ցույց է տալիս, որ նվազեցնում է կախվածությունը Ռուսաստանից։ Կարծում եմ արդեն մոտեցել է այն պահը, երբ որ հնարավոր չի նստել երկու աթոռի վրա եւ Հայաստանը պիտի ընտրություն կատարի։ Մի կողմից տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը մեզ անվտանգության երաշխավոր չէր կամ շատ վատ երաշխավոր էր։ Մյուս կողմից արևմտյան անվտանգային համակարգերը մեզ հարաբերս որևէ երաշխիք չեն տալի։ Ըստ վերլուծաբանների, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները հաջորդ 2-ից 3 տարիների ընթացքում կարող են զարգացում ունենալ ավելի զգուշավոր հեռավորության վրա։ Հայաստանը շարունակում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, բայց առանց կտրուկ քայլերի, պահպանում է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում պաշտոնական մասնակցությունը, բայց փաստացի հարաբերությունները մնում են սառեցված։ Այդ դեպքում արևմուտքը պիտի ապահովի, որ Հայաստանը այդ ցնցումներից խուսափի, սոցիալական, տնտեսական, դա կոնկրետ գին արժի, տարբեր հաշվարկներով տարեկան մոտ 3 միլիարդ դոլարի մասին է խոսքը 7 տարի։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև վերջին տարիներին տարվող քաղաքականությունն ինչ խոսք, բարդ ռազմավարություններից է, սակայն այս ամենի ֆոնին շարունակում է իր ծառայությունը ռուսական ռազմաբազան։ Եվ սա ըստ վերլուծաբանների այն հիմնական ցուցանիշն է, որ երկու երկրների միջև խզում չկա, եւ կտրուկ շրջադարձի սցենարը դեռևս չի իրականացվում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մոսկվան ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ, հայտարարել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ 2008-ին կնքված կոնսենսիոն պայմանագրի ժամկետը 30 տարի է, եւս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ, եւ հավելել, որ արդեն երկար տարիներ Հարավկովկասյան երկաթուղին պատասխանատվությամբ կատարում է այդ պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները հանրապետական երկաթուղային ենթակառուցվածքներում կազմել են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Զախարովան ի դեպ նաև անդրադարձել է Հայաստանի հետ հիբրիդային ու կիբերսպառնալիքների դեմ պայքարի փոխգործակցությանը, նշելով, որ Ռուսաստանն ունի հնարավորությունների լայն զինանոց եւ եթե հայկական կողմից լինի համապատասխան շահագրգռվածություն, Ռուսաստանը պատրաստ է այդ գործակցությանը։ Ռուսաստանը նախատեսում է ապրիլի 1-ից մինչև հուլիսի վերջ արգելել բենզինի արտահանումը։ Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության որոշմամբ արգելքը կտարածվի բենզինի արտահանմամբ զբաղվող բոլոր ընկերությունների եւ անհատ ձեռներեցների վրա։ Սահմանափակումն ըստ հաղորդագրության կլինի ժամանակավոր եւ նպատակ ունի կայունացնել վառելիքի գները ներքին շուկայում, ինչպես նաեւ ապահովել ներքին պահանջարկի բավարարումը։ Այս օրակարգն ըստ հաղորդագրության չի ներառում դիզելային վառելիքը, Ռուսաստանի իշխանությունների եւ այլ կառավարությունների միջև կնքված համաձայնագրերով մատակարարումները։ Հայաստանի կառավարությունից ի դեպ դեռ չեն արձագանքել այս որոշմանը։ Օրինակ Հայաստանի դեպքում բենզինի համար սահմանված քվոտաները պահպանվում են թե ոչ։ Ըստ տնտեսագետների, եթե արգելքը ազդի նաև Ռուսաստանից Հայաստան բենզին ներկրող տնտեսվարողների վրա, ապա Հայաստանում վառելիքի շուկայում խնդիրներ կառաջանան եւ կառավարությունը պետք է այլընտրանքային տարբերակներ փնտրի։ Ինքը ԵԱՏՄ երկրներին պիտի նախորդ տեղեկացված լիներ։ Համանավար մերոնք դա ուշադրություն են կամ էլ մտածել են, որ դեռ ժամանակ կա։ Մոնոպոլացումն է։ Եթե տեսնեմ, որ տնտեսության մեջ այդ ինչ-որ շատ բացական արդյունքներ է գրանցում, որը որ իհարկե չեն կատարի ներկայացումը, որտեղ իրեն ձեռնարկել է, որ գները բարձրանան, գների բարձրացման արդյունքում շրջանառությունները արժեքային իմաստով կավելանան եւ բնականաբար բյուջե հարկային մուտքերը արժեքային իմաստով ավելի շատ կլինեն։ Երևանի ու Բաքվի միջև տնտեսական ենթակառուցվածքային հարցերի քննարկումը չեղարկեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակումը։ Մեր երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը նշել է, որ իրենք հետամուտ են լինելու երկկողմ օրակարգն ամբողջությամբ կյանքի կոչելուն։ Թվում է, որ պատերազմի արդյունքում երկրորդ պլան է մղվել թրիփը։ Փորձագետները նշում են, որ երթուղու ճակատագիրը կախված է այս պատերազմի արդյունքներից։ Եթե Իրանը հաղթանակած դուրս եկավ այս հակամարտությունից, թրիփն այդպես էլ կմնա թղթի վրա։ Էդուարդ Պողոսյանն է պատմում։
Նախքան կպայթեր Մերձավոր Արևելքի վառոդի տակառը, հայ ու իրանցի պաշտոնյաները հանդիպումներ էին պլանավորել, համատեղ կառավարական նիստեր հրավիրել, այն էլ Իսլամական Հանրապետության դեմ Ամերիկա-իսրայելական հարձակումը չեղարկեց բոլոր պայմանավորվածությունները։ Մեր երկրում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարում է, տնտեսական, ենթակառուցվածքային կարևոր հարցեր պետք է քննարկման առնեին, բայց պատերազմի պատճառով Իսլամական Հանրապետության համագործակցությունը, այդ թվում Հայաստանի հետ նախատեսված տեմպով առաջ չի գնում։ Բայց դա չի նշանակում, որ այդ ամենը մեր ուշադրության կենտրոնում չէ։ Մենք հետամուտ ենք լինելու երկկողմ օրակարգն ամբողջությամբ կյանքի կոչելուն։ Մենք հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ Հայաստանում առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ, եւ քաղաքական սեկտորի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է այդ գործընթացի վրա։ Դեսպան Շիրղոլամին անցնող օրերին հայ-իրանական սահմանում է եղել, անցակետում իրավիճակային խնդիրներ կան, նաև առանցքային հարցեր, որոնք ըստ դիվանագետի կապված են ցամաքային սահմանի որոշակի մարտահրավերների հետ։ Հայկական կողմն իր հերթին բարձրաձայնել էր մի քանի մտահոգություններ կապված նույն մարտահրավերների հետ, հետևաբար քննարկեցինք այդ հարցերը։ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ծուխը տպավորություն է, թե ծածկել է նաև տարածաշրջանի թոփ ծրագիրը։ Իրանի քթի տակ մեծ սահմանին կառուցվելիք ամերիկյան թրիփ երթուղին, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ ճանապարհն է հարթելու։ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի դուրս եկած Ամերիկայի հետ առայժմ փաստաթղթերն է համաձայնեցնում Հայաստանը։ Առաջիկայում միջկառավարական համաձայնագիր կլինի, դրանից հետո կստեղծվի ընկերությունը։ Արտգործնախարար Միրզոյանն է նշել, ցանկություն կար շինարարությունը սկսել հունիսից հետո տարվա երկրորդ կեսին, բայց դրա իրատեսականությունը դեռ պարզ չէ։ Թրիփի ճակատագիրը կախված է անմիջականորեն ԱՄՆ-Իսրայել Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։ Եթե ԱՄՆ-Իսրայել տանդեմին հաջողվի Իրանին ծնկի բերել եւ պատերազմից դուրս գալ հաղթանակա կամ ռեժիմը փոխվի պրո-արևմտյան կամ պրո-ամերիկյան ինչ-որ ավելի շատ թեքումով ռեժիմ կամ ասենք Իրանը կնքի որոշակի կապիտուլյացիայի ակտ, որով հրաժարվի միջուկային ծրագրից։ Եթե այս երկուսը տեղի ունենան, բնականաբար թրիփը կգործի, որովհետեւ խանգարիչ հանգամանք այդտեղ շատ քիչ կմնա, թերևս միայն մնա Ռուսաստանի դիրքորոշումը եւ հայկական երկաթուղիների կառավարման խնդիր։ Իսկ եթե չհաջողվեց Իրանին ծնկի բերել, ուրեմն համարեք, որ թրիփը դա 100%-անոց կործանված փաստաթուղթ կլինի, որովհետեւ Իրանը թույլ չի տա իր սահմանների մոտ ամերիկյան ներկայություն։ Իրադրությունը հաշվի առնելով, որ սցենարն է առավել հավանական, Իրանը ծնկի կգա, թե ծնկի կբերի իր հակառակորդներին, քաղաքագիտության դոկտորի պատասխանը հակիրճ է ռուս-ուկրաինական ճակատում զարգացումներին համընթաց։ 50-50-ը ոչ մեկի հանդեպ դեռ վճռական համոզվածություն չունեմ, ինչքան ասենք ես պլյուսներ եմ դնում ի օգուտ Իրանի հաղթանակի, նույնքան եւ մինուսներ կան։ Մերձավոր Արևելքի մարտական ճակատների ստվերը կարծես փոխում է նաև Երևանի կաբինետներում արված հաշվարկները, հայ-իրանական բանակցությունները, ճանապարհային նախագծերը, դիվանագիտական ակնկալիքներն ըստ մասնագետների այսօր կախված են այն նույն պայթյունավտանգ հավասարակշռությունից, որը որոշում է տարածաշրջանի օրակարգը, եւ մինչեւ փորձագետները հաշվարկում են հավանականությունները, պաշտոնական հայտարարությունները մնում են միևնույն անավարտ նախադասությամբ, հետագա քայլերը կախված են զարգացումներից, որոնք որևէ այլ պետության վերահսկողությունից դուրս են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Արդեն շուրջ 1 ամիս Իրանի դեմ պատերազմող ոչ Իսրայելը, ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն հասել իրենց նպատակներին։ Այս համոզմունքն ունեն հայկական փորձագիտական համայնքում։ Մասնագետները նաև արձանագրում են Իսլամական Հանրապետության պատասխան հարվածներն այս ընթացքում նվազել են քանակով, ավելացել որակապես։ Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների ավարտին, ապա փորձագետներն առայժմ հակված են կանխատեսելու թեժացող էսկալացիա, քան հնարավոր պայմանագրի ստորագրում։ Միացյալ Նահանգները փորձում են գտնել ելք իրենց համար պատերազմից, Իրանը փորձում է թույլ չտալ Միացյալ Նահանգներին դուրս գալ պատերազմից առանց որևէ երաշխիքների, իսկ Իսրայելը փորձելու է շարունակել էսկալացնել իրավիճակը, օգտագործելով այս հնարավորությունների պատուհանը։ Եվ ընդանուր այս պատերազմի, երկրորդ պատերազմի ավարտը կամ դատարը կձևավորի Պարսից տարածաշրջանում նոր արխիտեկտուրան։ Հիմա կարճատև դադար, մնացեք մեզ հետ։ Մայրաքաղաքի ճանապարհների փոսերն ու մաշված գծանշումները փորձանք են դարձել վարորդների համար, ինչ լուծումներ են առաջարկում ոլորտի մասնագետները։ Էլեկտրոմոբիլների գույքահարկը կնվազի, այդ մեքենաների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը գործում է։
Թմրամիջոցների առք ու վաճառքն ակտիվացել է, դրանց շրջանառության թափանիվը նոր թափ է հավաքում, որն է պատճառը։ Ժամի գլխավոր թողարկումն է, շարունակենք։ Շուրջ 2 ամիս է մսի գինը կտրուկ թանկացել է։ Մսի վաճառքի կետերում 1 կիլոգրամ տավարի փափկամիս գնելու համար պետք է պատրաստ լինել վճարել 4900 դրամ, որոշ տեղերում այն անգամ հասնում է 6000-ի։ Մասնագետները թանկացումների պատճառ են մատնանշում մսի դեֆիցիտը։ Ասում են, մի կողմից անասնագլխաքանակն է կրճատվել, մյուս կողմից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջն է ազդել արժեքի վրա։ Օրինակ, տավարի մսի բարձր արժեքն ազդել է վաճառքի վրա, վաճառողներն էլ բողոքում են գնորդ չկա, եղած միսն էլ գրեթե չի ծախվում։ Մասնագետները մսի գնի թանկացումը ագրարային քաղաքականության բացակայության հետևանք են համարում, նշելով, որ առանց պետական միջամտության իհարկե այդ դեֆիցիտը չի վերանա։ Մանրածախ վաճառքով զբաղվողները դիտված են ոչ թե տնտեսական էֆեկտ ստացող ազդեցություն ունեցող սպանդանոցային մորթ իրականացնել, այլև պարզապես թղթի կտոր ձեռք բերել, իբրև թե սպանդանոցում ամորթված, եւ դա եւս ազդում է արժեքի վրա։ Այստեղ գլոբալ տարբերություն կա, երբ որ իրական սպանդանոցային մորթ են կանում, ենթամթերքի մաս, աղիքներ, արյուն հնարավոր է լինում օգտագործել եւ տնտեսական էֆեկտ ստացվում։ Իսկ երբ որ մենք գործ ենք ունենում թղթի հետ, դա լրացուցիչ ծախս է։ Մայրաքաղաքի ճանապարհների փոսերն ու մաշված գծանշումները փորձանք են դարձել վարորդների համար։ Առանց ժամանակի կորստի չի ստացվում քաղաքում երթևեկել։ Քաղաքացիները վրդովված են, ասում են, պարբերաբար իրենց իսկ միջոցներով են փոսալցումներ իրականացնում։ Քաղաքապետարանից սակայն հայտնել են, որ վնասների հատուցումը հնարավոր չէ այն դեպքում, երբ իրենց գործողությունը ոչ իրավաչափ չի ճանաչել դատարանը։ Մասնագետները նշում են, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ են ինչպես որակյալ շինարարություն, այնպես էլ արագ արձագանքման մեխանիզմներ։ Կադրերում տեսանելի է, թե ինչպես են երթևեկելի հատվածի փոսերը, մաշված գծանշումները կամ ընդհանրապես դրանց բացակայությունը պատուհաս դարձել վարորդների համար։ Նրանք այս կարճ, բայց դժվար անցանելի ճանապարհը անցնում են ժամանակի կորստով։ Քաղաքացիները բողոքում են, որ պարբերաբար սեփական միջոցներով են փոսալցման աշխատանքներ կատարում։ Նրանց խոսքով աննկատ է մնում իրենց վճարված հարկերի ճակատագիրը։ Ադոնցի շարունակող կանազի պատի տակով ճանապարհ կա, համարյա այս մի 25 օրա քերած ասֆալտը, բայց դե բանա չեն լցրել։ Ես ընդհանրապես աշխատում եմ չքշեմ։ Իրոք իմ ներվերը չի հերիքում, որ փոսերի մեջ ես քաղաք ես մտնում։ Դու մի հատ ուշադրություն դարձրա, թազա գծանշումները հինի հետ։ Հինը ավելի լավ է երևում։ Թազը թազը։ Հինով պահիտակ չես նկատում, հինով քշում ես, խախտում ես։ Ժողովուրդը ամեն ինչի համար վճարում է, հիմա ավտովարելը առողջությանը վնաս է։ Ըստ պաշտոնական աղբյուրների շուրջ 50,000 քառակուսի մետր փոսային նորոգման աշխատանքներ է տարվել, որոնց մասին տեսանյութեր են հրապարակվում։ Քաղաքացիներին սակայն հետաքրքրում է, արդյոք քաղաքապետարանը փոխհատուցում է իրենց կրած գույքային եւ նյութական վնասները։ Դրա վերաբերյալ քաղաքային իշխանությունը հայտնեց, որ փոսերի հարցերով վարչարարություն իրականացնելիս իրենք վնասների հատուցում չեն անում այն պատճառաբանությամբ, որ Երևանի քաղաքապետարանի գործողությունը կամ անգործությունը պետք է ճանաչված լինի ոչ իրավաչափ, ինչն էլ դատական կարգով է հաստատվում։ Փոսերի առումով նաև կառավարության որոշում կա ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների, որ նաև պետք է լինի փորձագիտական եզրակացություն, որ այդ վարորդը հնարավորություն չի ունեցել կանխել այդ վտանգը։ Հետևաբար որևէ գործով մենք չունենք բավարարված վարչական վարույթներ այդ առումով։ Մասնագետները արձանագրում են, որ հատվածներ կան, որտեղ բացակայում են փոսերի առկայության վերաբերյալ համապատասխան նշանները։ Ասում են, որ երկրում վթարների մեծ մասը լինում է գծերի բացակայության կամ թույլ տեսանելիության պատճառով։ Երբ որ գծանշումներ լինում են, արդյոք երթևեկելի գոտիները հստակ իրարից տարանջատում են։ Երբ որ վթար է լինում, մասնագետները հստակ կարողանում են ասել, Պողոսը երթևեկում էր իր գոտով, Պետրոսը մտել է Պողոսի գոտի, խոչընդոտել է, հետևաբար Պետրոսը մեղավոր է։ Վնասներ կրում են ինչպես սեփական, այնպես էլ հանրային տրանսպորտի միջոցները։ Երթևեկելի մասում առկա խոչընդոտները ազդում են նաև վարորդների վարքագծի վրա, նկատում են մասնագետները եւ հավելում, որ մեքենաները վարում են ավելի ագրեսիվ եւ անփութորեն։ Հիշեցնում են, որ մայրաքաղաքի փողոցներից մեկում առկա ասֆալտային իջվածքի պատճառով վարորդները հասնելով դրան ընկնում են փոսը եւ կորցնելով մեքենայի կառավարումը բախվում են կայանած մեքենաներին։ Այդ գործերով մեզ անընդհատ դիմում են։ Գործագետը վերջնական հաշվով եզրահանգել է, որ ճանապարհն է պատճառը չվերանորոգել է,
ու նաև մեղավորությունը ինչումներ քաղաքապետարանի, որ կոնկրետ ճանապարհային նշան չէ դրել, որ արշիվում այսպես խոչընդոտ կա։ Նույնիսկ եթե չէ վերանորոգում, գոնե պիտի բերես ճանապարհային նշան դրես, որ գոնե քեզ այդ պատասխանատվությունից ազատես։ Տրանսպորտային հոսքերի աճին զուգահեռ ճանապարհների որակի անկումը ավելի տեսանելի է դառնում, ստեղծելով ոչ միայն անհարմարություններ, այլև իրական վտանգներ երթևեկության բոլոր մասնակիցների համար, ահազանգում են մասնագետները։ Ըստ նրանց, խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է համատեղ մոտեցում, ներառելով ինչպես որակյալ շինարարություն եւ վերանորոգում, այնպես էլ մշտադիտարկում եւ արագ արձագանքման մեխանիզմներ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Էլեկտրոմոբիլների գույքահարկը էականորեն նվազելու է։ Ուժի մեջ է մտել դրանց շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը։ Եթե տրանսպորտային միջոցն ունի էլեկտրոնային անձնագիր, գույքահարկի հաշվարկման հիմք կծառայի այդ տեղեկությունը, իսկ տվյալների բացակայության դեպքում հաշվարկը կիրականացվի նոր սահմանված մեթոդաբանությամբ։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ արդեն գրանցված էլեկտրոմոբիլների տվյալները կթարմացվեն ավտոմատ եղանակով եւ որ սեփականատերերը փոփոխությունների մասին կարող են տեղեկանալ Road Police AM հարթակի իրենց անձնական էջում կամ հաղորդագրության միջոցով։ Օրինակ, 544 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլի դեպքում նշված բանաձևի կիրառման արդյունքում հաշվարկված հզորության արժեքը կկազմի 284 ձիաուժ։ Այսինքն 2025 թվականի արտադրության նմանատիպ մեքենայի համար ներկայումս վճարվող 666,000 դրամ գույքահարկի փոխարեն քաղաքացին կվճարի 276,000 դրամ։ Մեկ այլ օրինակ, 218 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլի դեպքում նշված բանաձևի կիրառման արդյունքում հաշվարկված հզորության արժեքը կկազմի 145 ձիաուժ։ Մեր երկրում թմրամիջոցների առքուվաճառքն ավելացել է։ Իրավապահների թիրախում ավելի շատ թմրավաճառ է հայտնվել։ Այստեղ հետազոտությունների խիստ պակաս է նկատվում, խնդրի իրական մասշտաբները հասկանալի չեն։ Մասնագետները նկատում են, որ վերջին շրջանում սկսել են գերակշռել սինթետիկ թմրամիջոցները, որոնք շատ արագ կախվածություն են առաջացնում, որոշ դեպքերում նաև հոգեկան շեղումներ, որն էլ նպաստում է հենց դրանց կիրառության աճին։ Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը 2025-ին 4170 է եղել, 2024 թվականի համեմատ 685-ով ավելի։ 2025 թվականի ընթացքում թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է ավելի քան 26%, 2024 թվականի մոտ 14%-ի դիմաց։ 2025-ին իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 768 կիլոգրամ թմրամիջոցներ, 2024 թվականի 426 կիլոգրամի դիմաց։ Սրանք գլխավոր դատախազության հրապարակած տվյալներն են։ Տվյալները մի կողմից անհանգստացնող, մյուս կողմից հուսադրող են կացես։ Այսինքն թմրանյութեր վաճառող գնողների թիվն է աճել, մյուս կողմից ավելի շատ թմրավաճառ է ընկել իրավապահների ձեռքը։ Միգուցե տոկոսներով, չգիտեմ, 4.5 քանի տոկոսի նվազում է, բայց այդ ակնառու է դա։ Մարդիկ չեն կարող դա ուշադրություն չդարձնել։ Այո, թմրամիջոցների դեմ պայքարում եք, այո, շատ հաճախ ձեզ հարվածում են, քննադատում են ինչ-որ, բայց մարդիկ տեսնում են համատարած է թմրանյութը, համատարած, դպրոցի բակից սկսած ամեն տեղ։ Իրավապահ համակարգը չլծվեր դարի մարտահրավեր հանդիսացող թմրամիջոցի ապօրինի շրջանառության բացահայտման դեպքերի եւ 80%-ով ավելի շատ թմրամիջոց դուրս չբերել ապօրինի շրջանառությունից։ Հայաստանում տարեստարի շրջանառվող թմրանյութի քանակը մեծանում է։ Սա վիճակագրությունը հստակ ցույց է տալիս։ Մյուս կողմից հարց է առաջ գալիս, բա ել ինչ պետք է անի իրավապահ համակարգը, որը չի անում։ Վերջին տվյալներով մեծ թվով թմրավաճառությամբ զբաղվող համացանցային ալիքներ են փակվել։ Ինչպես Հայաստանում այլ ոլորտներին առաջվող խնդիրների պարագայում այստեղ եւս հետազոտությունների խիստ պակաս կա։ Այսինքն հասկանալի չէ խնդրի ամբողջ մասշտաբը։ Թմրամիջոց գործածողների թվականակը Հայաստանի Հանրապետությունում 7800-ի սահմաններում է, իսկ վիճակագրական թվերը իրանք բնականաբար չեն կարող արտացոլել այն, ինչ որ կա իրականում մեր երկրում։ Բնականաբար թմրամիջոց գործածողների քանակը շատ ավելին է, քան ներկայիս վիճակագրական հաշվառված անձինք։ Պետք է հաշվի առնել, որ անձնական տվյալների պաշտպանության ցածր մակարդակը նկատի առնելով թմրանյութերից կախվածություն ունեցող ոչ բոլոր անձինք են համաձայն այդ փաստը ֆիքսել որևէ համակարգում։ Եթե քաղաքացին դիմում է եւ կա ցուցում բուժում ստանալու, սակայն չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության անձնագիր, նույնականացումը հնարավոր չի լինում կատարել, սակայն բուժում տրամադրվում է։ Այդ անձինք այդ վիճակագրական տվյալներից դուրս են մնում։ Իսկ եթե չունես թմրամիջոցներ օգտագործողների թվականակի վերաբերյալ քիչ թե շատ իրականություն
իշխանությանը մոտ տվյալներ, ապա չունես եւ պատկերացում Հայաստանում թմրաշրջանառության ծավալների վերաբերյալ։ Այստեղ գումարենք օգտագործողների տարիքը, սեռը, զբաղվածությունը, տվյալներ, որոնք եւս կարեւոր են պայքարի արդյունավետ միջոցների մշակման համար։ Որպեսզի պլանավորումը եւ արդեն հետագա քայլերը լինեն արդյունավետ, պետք է հասկանալ ինչ տեսակի թմրամիջոց է այս պահի դրությամբ առավել տարածված երիտասարդների շրջանում, ավելի տարեզբնակչության շրջանում, մարզերում ինչ վիճակ է տիրում, նույն կանխարգելման ծրագրերը պետք է իրականացվեն ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն ինչ որ կենտրոնանալ 1-2 դպրոցի շրջանակներում, միայն Երևան քաղաքում։ Այս պահին թմրանյութերի կազմի որոշակի փոփոխություն է նկատվում։ Ըստ մասնագետների, վերջին տարիներին շուկայում սկսել են գերակշռել մի քանի տեսակի նոր սինթետիկ թմրամիջոցներ, որոնք շատ արագ կախվածություն եւ որոշ դեպքերում նաեւ հոգեկան շեղումներ են առաջացնում, ինչը չափազանց վտանգավոր է դարձնում դրանց կիրառությունը եւ միաժամանակ նպաստում հենց տարածման աճին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար, մնացեք մեզ հետ։ Մեկնարկել է Մարդամեկը սիթքոմի նոր եթերաշրջանի բացառիկ ցուցադրության նախավաճառքը, մինչև հեռուստատեսային ցուցադրությունը կինոպարկում մայիսի 1-ին հնարավորություն կունենաք դիտել սիրված սիթքոմի առաջին 2 սերիաները։ Եվ Երևանի համար 94 մանկապարտեզում սկանդալ է հասունացել։ Ծնողները պահանջում են նորանշանակ տնօրենի հեռացումը, պնդում են ճնշում է գործադրում աշխատակիցների վրա, երեխաների ներկայությամբ նվաստացնում նրանց։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելի քիչ ուշ։ Ժամի գլխավոր թողարկումն է, շարունակենք։ Մեկնարկել է Մարդամեկը սիթքոմի երկրորդ եթերաշրջանի բացառիկ ցուցադրության նախավաճառքը։ Մայիսի 1-ին կինոպարկում մինչև հեռուստատեսային ցուցադրությունը հնարավորություն կունենաք դիտել սիրված սիթքոմի առաջին 2 սերիաները։ Հայկական ավանդական ընտանիքի առօրյան ներկայացնող սիթքոմի նոր եթերաշրջանը ձեզ կտեղափոխի 2000-ականների ջերմ հիշողություններ։ Այն վերադառնում է ավելի հագեցած հումորով, անսպասելի ու զվարճալի իրավիճակներով։ Կինոպարկում մեկնարկել է Մարդամեկը սիթքոմի նոր եթերաշրջանի առաջին ցուցադրության նախավաճառքը։ Միայն մեկ օր, մայիսի 1-ին բացառիկ ցուցադրություն հանդիսատեսի համար։ Մարդամեկը Մայիսի 1-ին կինոպարկում հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա հեռուստաեթերից առաջին անգամ դիտելու սիրված սիթքոմի առաջին 2 սերիաները։ Տոմսերը սպառվում են աննախադեպ արագությամբ։ Մեզ հետ միասին մենք բոլոր անձնակազմով, դերասաններով բոլորս լինելու ենք կինոպարկում եւ բոլոր դահլիճներում կարող են տարբեր դահլիճներում կարող են նստել եւ դիտել։ Նոր եթերաշրջանում հեռուստադիտողը հնարավորություն կունենա վերադառնալ 2000-ականների սկզբի ջերմ ու հիշարժան օրերը։ Մարդամեկը սիթքոմը, որը սիրվել է դեռ առաջին եթերաշրջանից, ներկայացնում է հայկական ավանդական ընտանիքի առօրյան փոխհարաբերություններն ու երբեմն նաեւ հումորային բախումները։ Շատ հետաքրքիր ֆիլմ է սպասվում, ինչու եմ ասում ֆիլմ, որովհետեւ հիմա խոսում ենք հստակ այդ կինոպարկի պրեմիերայի մասին, ես կարծում եմ, որ սա իսկապես նախադեպ չի եղել այսպիսի, սա նաև փորձարկում է մեզ համար նաև։ Սերիալը հասցրել է նվաճել հազարավոր հեռուստադիտողների համակրանքը։ Յուրաքանչյուր կերպար արդեն դարձել է ճանաչելի ու յուրահատուկ իր բնավորությամբ ու պատմությամբ։ Դերասանների խոսքով հենց անկեղծությունն ու ընտանիքի հարազատ թեմաներն են, որ ապահովում են նախագծի հաջողությունը։ Հարս, սկեսուր, սկեսրայր փոխհարաբերությունների շուրջ կառուցված սյուժեն նոր եթերաշրջանում կլինի ավելի հագեցած հումորով, անսպասելի ու զվարճալի իրավիճակներով։ Ստեղծագործական թիմը խոստանում է նոր հետաքրքիր զարգացումներ ու կրկնապատկված դրական էներգիա։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։ Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշում են ընդունել գալիք խորհրդարանական ընտրություններին հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Որոշման հիմնավորումները եւ կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում։ Արմեն Աթալյանն է մեկտեղել օրվա մյուս կարևոր թեմաները։
Նոր Քմարաշի տներում նախորդին բռնկած հրդեհից ըստ նախնական տվյալների տուժածներ չկան, սակայն 4 տնից 2-ը ամբողջությամբ այրվել են։ Պարզվել է նաև, որ հրդեհը գազի արտահոսքի հետևանք չի եղել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Մարտի 31-ին ժամը 6:30-ի սահմաններում հրդեհ է բռնկել Սերոխազադյան փողոցում։ Այրվել են մի քանի բնակելի տներ։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական մի քանի հաշվարկներ։ Մինչ նրանց գալը կրակի տարածումը փորձել են կասեցնել բնակիչները։ Հրշեջներին հաջողվել է մեծ դժվարությամբ կանխել կրակի տարածումը եւ մարել թաքնված օջախները։ Շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել 4 քաղաքացու, որոնք ծխահարվել էին։ Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էյուլջեկչյանն այսօր վիրահատվում է։ Նրա վիրահատության մասին հայտնել է կինը՝ Լինդան, նշելով, թե ընտանիքը հույս ունի, որ վիրահատությունը կանցնի բարեհաջող եւ կոչ է արել բոլորին աղոթել Վիգենի համար։ Գերությունից վերադառնալուց հետո նա անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց։ Երկար ժամանակ նրա վզին ամրացված էր ֆիքսատոր, ինչը վկայում էր առողջական լուրջ խնդիրների մասին։ Ընտանիքը նշում է, Վիգենը արժանի է հասարակության աջակցությանը եւ համերաշխությանը։ Երևանի համար 94 մանկապարտեզի երեխաների ծնողները պահանջում են տնօրենի հեռացում։ Սաների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել, պնդելով, որ նորանշանակ տնօրեն Փարանձե Միրբյանը ճնշում է գործադրում աշխատակիցների վրա եւ նրանց նվաստացնում երեխաների ներկայությամբ։ Ծնողների խոսքով թաղապետարանն ու քաղաքապետարանը նրանցից պահանջել են գրավոր ներկայացնել բողոքները, սակայն հստակ լուծումներ չեն առաջարկում։ Նրանք մերժում են տարբերակը, ըստ որի տնօրենը պարզապես կփոխի իր վերաբերմունքը։ Ծնողները պնդում են, տնօրենի պաշտոնավորման ընթացքում շուրջ 10 աշխատակից արդեն հեռացել է աշխատանքից եւ վստահ են, որ հարցը այլևս քողարկել հնարավոր չի լինի։ Այսօրվանից վարորդները կարող են անցնել ամառային ավվադողերի։ Ապրիլի 1-ից ավարտվել է նոյեմբերի 15-ից մարտի 31-ը գործող սահմանափակումը եւ ձմեռային ավվադողերով երթևեկելը այլևս պարտադիր չէ։ Սահմանափակումը կիրառվում էր ձմեռային ամիսներին եղանակային պայմանների եւ ճանապարհների սառցակալման ռիսկերի պատճառով։ Նպատակն էր բարձրացնել երթևեկության անվտանգությունը եւ նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարները։ Քննարկվել է համացանցի հասանելիությունը որպես սահմանադրական իրավունք գրանցելու հարցը։ Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը արդարադատության նախարարի գլխավորությամբ։ Նիստի ընթացքում քննարկվել են սահմանադրության նախագծի գործադիր իշխանությանը վերաբերող դրույթները։ Խորհրդի անդամներին է ներկայացվել մարդու համացանցի հասանելիության իրավունքի դրույթը, շեշտելով դրա կարևորությունը ժողովրդավարության եւ մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Այժմ եղանակի մասին կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը։ Իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Վայլեն ձեր բնակարանի կայուն եղանակը։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով։ Սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում թաց ձյուն։ Ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին կբարձրանա եւս 3 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 8-ից 12 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 19, Լոռիում 14-ից 18, Տավուշում 18-ից 21 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 16-ից 18, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 19-ից 23, Սյունիքի նախալեռներում 13-ից 17 աստիճան, Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 5-ից 7, ցերեկը 15-ից 17, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է։ Այսօրվա հյուրը Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, առաջարկ Հայաստանին ծրագրի համակարգող խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն է։ Այսքանը ժամի գլխավոր թողարկումն էր, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաճելի երեկո։